Պարոն Արշակյան, Ռուսաստանը ակնկալում է 3+3 ֆորմատով հավաք Երևանում կամ Բաքվում, Հայաստանին ու Ադրբեջանին ասում է կողմնորոշվեք որտեղ է դա լինելու, որովհետև հերթականությամբ ձեր հերթն է ասել, այդ հավաքը մեզ ինչ է տալու, պետք է Երևանը շահագրգռված լինի կազմակերպելու համար, թե ոչ։ Երևանը պետք է դեմ լինի այդպիսի միջոցառումների, Հայաստանի Հանրապետության շահերը պահանջում են, որ մենք գործընկերներ ունենանք նաև աշխարհի այլ երկրների տարածաշրջանից դուրս։ Ես բոլոր հարմար առիթներով դա ընդգծում եմ, որ հայկական պետության գոյությունը պայմանավորված է տարածաշրջանից դուրս դաշնակիցների գոյությամբ։ Եթե չլինեն տարածաշրջանից դուրս դաշնակիցներ, ասենք Արևմուտքը այսօր կամ Հնդկաստանը, չի կարող գոյություն ունենալ հայկական պետություն, որովհետև տարածաշրջանի պետությունները հակահայկական պետություններ են, նրանք զավթել են այսօր պատմական Հայաստանը, արտաքսել են առնվազն, նաև գենոցիդի դեպք ունենք մենք հայերին, տարածաշրջանը գիշատիչ է մեր համար, ուրեմն մեզ հարմար չի տարածաշրջանում ամփոփվելը, սահմանափակվելը եւ դառնալ տարածաշրջանի հզոր պետությունների կամակատարը։ Ես կարծում եմ, որ դա հենց տարածաշրջանի պետությունները ուզում են մեկուսացնել հայկական պետությունը, ոչ միայն հայկական պետությունը։ Զարմանալի է, բայց տվյալ դեպքում Ադրբեջանը եւ Վրաստանը բախտակից են մեզ երեքից, մեր երեք պետությունները, Ադրբեջանը, Վրաստանը եւ Հայաստանը շահագրգռված են այլ տարածաշրջաններից, այսինքն գլոբալ խաղացողների, ինչպես ասում են, նրանց ներկայությունով։ Մենք չենք կարող մեր երկիրը հանձնել գիշատիչ, երեք գիշատիչ պետությունների քմահաճույքին։ Դա է 3+3-ը հենց դա է, երեք գիշատիչ փորձում են խժռել, ոչնչացնել երեք փոքր պետություններ, եւ նրանք հավաքվել են մեզ առաջարկում են։ Գիշատիչներից մեկը Ադրբեջանի նկատի ունեք, թե Իրանին։ Իրանը հիմա տեսնում ենք Իրանը ինչ վարքագիծ ունի, ինչ մի բարի պտուղ է Իրանը։ Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը տվյալ դեպքում գիշատիչ են։ Թուրքիան ինչի պետք է ցանկանա Ադրբեջանին խժռել։ Բայց ինչի՞ չէ, արդեն խժռել է, էլի, արդեն տարել է։ Պետք է հիշենք, որ Օսմանյան կայսրությունում մի քանի անգամ ատրպատականի թուրքերի գենոցիդ է եղել։ Մի քանի անգամ մեր Դավիթ բեկը, մենք մեր Երևանով, մեր ուշ միջնադարյան պատմությունով մենք ատրպատականի Ադրբեջանի դաշնակիցներն են եղել Օսմանյան կայսրության դեմ։ Խոսքս Երևանի խանության մասին է, այս տարածաշրջանի, Արևմտյան Հայաստանի մասին չի խոսքը։ Այսինքն նրանք էլ թշնամիներ են։ Ոնց կարող ասել մի ժողովուրդ, երկու պետություն։ Բա Թուրքմենիան, դա էլ է մի ժողովուրդ։ Բա Սիրիայի թուրքամենները, այսինքն դա հենց խժռելու, յուրացնելու, ոչնչացնելու ծրագիր է օղուզների։ Ինչու է Ռուսաստանն ուզում այդ հանդիպումը կայանա։ Հա, բայց իհարկե իրենք տիրանում են այս տարածաշրջանին։ Ռուսաստանը տերերից մեկն է, զավթիչներից։ Բա ասում էին դուրս մղվեց Ռուսաստանը հարավային Կովկասից։ Չի դուրսում գնալ։ Հենց դրա մասին է խոսքը։ Մենք չենք դուրս մղել։ Մենք չենք դուրս մղել։ Ով որ դուրս է մղել, դա նրա դեմ պայքարում է մեր տարածքում։ Այսինքն հիմա Արևմուտքի դեմ պայքար է։ Հիմա մենք միանալու ենք Արևմուտքի դեմ պայքարին, Արևմուտքի թշնամիների կողմից։ Մենք ում կողմից ենք։ Մենք ում կողմն ենք լինելու, այ դա է խնդիրը։ Եթե մենք ընդունում ենք 3+3-ը, ուրեմն մենք մերժում ենք Եվրոմիությունը եւ Արևմուտքը։ Մենք մերժում ենք Հնդկաստանը, Հարավային Կորեան եւ Ավստրալիային ենք մերժում։ Բայց իշխանությունները մշտապես ասել են, որ մենք չպետք է մոռանանք, որ տարածաշրջանում են գտնվում, ովքեր են մեր հարևան պետությունները, այսինքն տեղ են թողել նաև։ Իհարկե չպետք է մոռանանք, հենց ես դա եմ ասում, որ պետք չի մոռանալ, թե մենք որտեղ ենք գտնվում։ Համագործակցության առումով են իրանք։ Ես նշանը փոխում եմ։ Դուք ուրիշ նշանով եք ասում։ Այո, դուք կրկնում եք այդ
վարկածը։ Չմոռանանք հանձնվենք։ Ես էլ ասում եմ չմոռանանք դիմադրենք։ Չմոռանանք պայքարենք։ Չմիամտանանք։ Չհանձնվենք։ Չընդունենք հակառակորդի պայմանները։ Հարկավոր է պայքարել, մերժել այդպիսի ծրագրերը։ Հակահայկական ծրագրերը հարկավոր է մերժել ու հայտարարել, որ դա հակահայկական է, դա գաղութարարական ժամանակակից տերմին ասեմ, իրականում զավթիչ ծրագրերը երեքով եկել են այս երեքից գերի են վերցնում։ Ու ասում են չպայքարեք հանկարծ ձեր ազատության համար։ Պետք է մերժել։ Մերժի Երևանը ձեզ։ Պետք է մերժի։ Հիմա կմերժի թե չէ կտեսնենք։ Հայաստանի Հանրապետություն շահերից բխում է մերժելը։ Ձևը գտնի։ Արարատ Միրզոյանը թող մտածի։ Ձևը գտնի։ Ես հույս ունեմ, որ կգտնի։ Կգտնենք ձևը։ Դե բայց ձև գտնող, եթե լինեինս Ռուսաստանի պատժամիջոցները վերացնելու ձևը կգտնեին։ Կտան էլի, էլ ոնց վերացնենք։ Հենա եվրոպացիներին ասեցին բերեք, մենք կընդունենք։ Եթե թունավորված չէ, էլի, այսինքն եթե թունավորում եք, դե մեզ էլ են մեր սննդամթերքի որակը մեզ էլ է թունավորում։ Տեսեք, մենք ես չգիտեմ, դա ձեզ հետաքրքրում է թե չէ, սրանից 20 տարի կամ 25 տարի առաջ Համաշխարհային բանկը Հայաստանի Հանրապետության, այսինքն գործարարների մի խումբ Համաշխարհային բանկին համոզել էր, որ Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի գյուղատնտեսական մեծածախ առևտրի կենտրոն, շուկա։ Մի 100-150 միլիոն դոլարի ծախսեր, այսինքն Հայաստանը դառնում էր ժամանակակից գյուղատնտեսական երկիր։ Այդ ծրագիրը ինչ որ կազմակերպեցին, ես դրան մի թեթև կողմնակորեն մասնակցել եմ դրա քննարկումներին, ազգային ժողովում падգամավոր էի։ Եվ պատկերացնում եք մեր տեղի օլիգարխները գյուղատնտեսության ֆեոդալները ձախողեցին այդ ծրագիրը։ Գյուղատնտեսական մթերքի մեծածախ առևտրի կենտրոնը դա նշանակում է մեծ սառնարաններ, հատուկ բժշկական, առողջապահական, սանիտարական, ես չգիտեմ ինչ, այսինքն մի գյուղնախարարություն, մասնավոր գյուղատնտեսության նախարարություն պետք է լիներ, մինչև հիմա Մեյմանդարի ու Շորնուխի բազար են անում։ Խայտարակություն է։ Մեզ պատկերացնում եք ինչ մակարդակի սննդամթերք են մատակարարում մեզ, հայաստանցիներիս։ Իսկ որ այդ հարցը լուծվեց, դա ընդհանրապես բան է, աբսուրդի թատրոնից է։ Ռուսաստանը մերժում է սննդամթերքը, հիմա էլ Թուրքիային է մերժել, վաղը կարող է Ուզբեկստանին մերժել, այսինքն ռուս ժողովրդին զրկում են որակյալ սննդամթերքից։ Դե մենք առաքում ենք լավը, չէ՞։ Վատը պահում ենք մեզ համար, մենք, որ մենք ուտենք, թունավորվենք, լավը առաքում ենք Եվրոպա եւ Ռուսաստան։ Հիմա ռուսները հրաժարվեցին լավ սննդամթերքից Հայաստանից, հիմա էլ մեր հակառակորդից, մրցակցից շուկայի առումով մրցակցից նրանից էլ հրաժարվեցին։ Դա կարծում եմ, որ դիվերսիա է ժողովրդի դեմ եւ ռուսական պետության դեմ։ Ու կարծում եմ, որ շատ էլ որակով, եթե պերսոն անհատ գտնենք, Արարատ Միրզոյանը հաջողացրեց մեր գյուղատնտեսական ապրանքի համար շուկա գտավ։ Չէ, բայց թվերը երբ որ նայում ենք, այդ եվրոպական շուկան տեսնում ենք, որ բանավոր խոսքերում է, բայց հողի վրա չկա։ Ուզում եք բերեն սկուտերի վրա փողը տան, բանել մնա, հարկավոր է ջանք թափել։ Չէ, բայց տեսել ենք, որ երկրների հարկավոր է ջանք թափել։ Բարեկամ Ֆրանսիա, ոչ մի բան չի։ Բայց ինչի ֆրանսիացին պետք է գա մեր գյուղացիներին օգնի։ Չի սարքեք ուղարկեք Ֆրանսիա։ Բայց ով ասաց, որ գյուղացին պետք է ոչինչ չանի։ Ու ինչ որ մեկի վրա էլ մուննատ կա։ Չէ, գյուղացուն դերեկանգնացրել են անդունդի։ Չեն բերել, գյուղացին ինքն է եկել։ Գյուղացին ընտրել է։ Չէ, բա պետություն է, 30 տարի ինչի՞ չես պահանջել գյուղացուց։ 30, հա, 5-6 տարի ինչի՞ չես պահանջել գյուղացուց։ 3500 տարի ինչ է այդքան։
Անկախության շրջան արեք։ Բայց դրանք էլ են եղել անկախության, կարող է արշակունիները անկախության շրջան։ 35 արեք փոքր ծավալ վերցնենք։ 35 տարի պետություն, այդ թվում նաև հեղափոխական իշխանությունը պահանջ ստանդարտ չի դրել ժողովրդի առաջ։ Հիմա եկե հասել ենք անդունդի եզրին էս հայ պետքա ընկնենք, ասում են ձեր ապրանքը բան արեք, եվրոպական չափանիշներն։ Շատ վատ է վարվել մեր իշխանությունը։ Բայց դրա եմ պատմում, որ սրանից 30 տարի առաջ, ես 97 գուցե 97 թիվն էր, մինչև այս բաները Ալիևի կադրերի ներխուժումը։ Հիշեցի էլի, Ալիևի կադրերը ձախողեցին։ Այդ Ռոբերտ Քոչարյանները ձախողեցին ընդհանուր շուկայի գյուղատնտեսության զարգացման ծրագիրը Ռոբերտ Քոչարյանը եւ Յուրայինները իրենք ձախողեցին։ Իհարկե հանցագործություն էր։ Ես հիմա հանցագործության մասին հայտարարություն եմ անել, ովքեր ձախողեցին այդ ծրագիրը Հայաստանի գյուղատնտեսության զարգացում, որ մեր գյուղացին, ասեն գյուղացին, թե ֆերմերը 98 թիվը զարգանում էին, Քոչարյանը եկավ ձախողեց։ Ես ձեզ ասում ծրագիր կար, զարգացման ծրագիր կար։ Ես որ կարևոր գործիչ չեմ եղել այն ժամանակ, հայոց համազգային շարժման ժամանակ, ես չգիտեմ, որ երրորդ շարքում եմ եղել, եթե շարքում եղել եմ իշխանության։ Ես մասնակցել եմ այդ քննարկումներին եւ ասում եմ Ռոբերտ Քոչարյանը եկավ իշխանության ու դա ձախողեց։ Հիմա ինչ անենք, պատասխանատվության կանչենք։ Ինչ է այսպես։ Ինչի պետք է գյուղացին մտածի արտահանելու մասին, բայց դա եմ ասում, այդ ընդհանուր շուկան, մեծածախ առևտրի շուկան։ Հիմա միայնակ չի թողել պետությունը արտադրողին։ Միայնակ է թողել, ոչ թե միայնակ է թողել, այլ լքել է։ Նույնիսկ նախարարությունն է վերացրել։ Գյուղատնտեսության նախարարություն պետք է լինի, մշակույթի նախարարություն պետք է լինի, լեզվի պաշտպանության նախարարություն, այսինքն վարչապետը պետք է լինի լեզվի պաշտպանության նախարարը։ Կուզեք այդպես ասեմ։ Մեր երկրի Բա դոմպել շինել բառերով օգտագործի, երբ որ Նիկոլ Փաշինյանը սկսել լեզուն պաշտպանել։ Հենց այդտեղից պետք է սկսվեր։ Ես կարծում եմ, որ օրինակելի լեզվով պետք է խոսի երկրի ղեկավարը, մեր երկրի ղեկավարը գուցե այդքան գրագետ չի, պետք է լինի գլխավորը մշակույթի գործում։ Մշակույթի մեջ նորից մտցնենք կրթությունը, գիտությունը, լեզուն։ Ես կարծում եմ, որ վարչապետը ոչ թե ֆինանսների նախարարը պետք է լինի, ես համաձայն եմ, որ վարչապետը չլինի ֆինանսների նախարարը, ֆինանսների պատասխանատուն, չլինի արտաքին գործերի նախարարը, չլինի պաշտպանության նախարարը, այլ լինի հայապահպանության նախարարը։ Վարչապետ պետք է գրենք հայապահպանության նախարար։ Դրա մեջ մտնում է գյուղատնտեսությունը, գյուղը, այսինքն հող մշակողը, երկրագործությունը ըստ Միքայել Նալբանդյանի։ Վերադառնանք էլի Լավրովի թեմային։ Լավրովն ասում է, որ կարող է Ռուսաստանը աջակցել Երևանին ու Բաքվին տրանսպորտային հաղորդակցության հարցերում, ինչ կարող է անել Հայաստանի դարավոր դաշնակիցը։ Թող աջակցի։ Ասենք մի քանի միլիարդ դոլարի ծախսանի երկաթուղին կարգավորի։ Ես դեմ չեմ։ Թող աջակցի։ Նախ ազգանունը փոխի։ Թող ազգանունը փոխի։ Դա վատ բան է, երբ մարդը ուրանում է իր էթնիկ ծագումը, թող աջակցի։ Դա ասիմիլյացիայի խորհրդանշաններից մեկն է Լավրովը։ Հակահայկականություն է իր գոյությունը, իր ազգանունով, իր ինքնության գիտակցությունով ինքը հակահայ է, ասիմիլյացիա է։ Կոչյանում Նախիջևան Նադանու այդ Արմյանսկի Բուդյոնովկայի հայերին կոչ է անում ուրանալ, լքել հայրենիքը, լքել ինքնությունը։ Ես կարծում եմ, որ Լավրովը ընդհանրապես բացասական է։ Մենք պետք է այդ արգելքը դնենք Լավրովի վրա, ազգանունը փոխի։ Ցույց տուր, որ հայ լինելը պատվավոր բան է։ Հայկականությունը հարգարժան բան է։ Փախել է հայկականությունից։ Պրեստիժնի չի հայ լինելը։ Բայց ինքը երբեք չի ասել, որ հայը հիմա դուք դա պահանջում եք, որ ազգանունը փոխի։ Կարևոր բանը խորհրդանշական է, նա ասում է ձուլվեք, ոչնչացեք հայեր։ Հայ լինելը լավ բան չի Ռուսաստանում։ Հարկավոր է ծպտվել, թաքնվել, ուրանալ։
Հենց որ Լավրովի անունը տալուց պետք է ասես ուրացող Լավրովը կամ հայատյաց, արմենաֆոբ Լավրովը, ու ես կասեմ էլի դրա ասացի մեջ ինչ կա, բայց ասում եմ ուզում են զարգացնել Հայաստանում։ Եվ ընդհակառ ռուսվածքները թողանեն, ով է ձեռքները բռնել։ Թողանեն, երկաթուղին իրենցը չի։ Էլեկտրոցանցերը իրենցը չեն։ Չէ, Հայաստանն է կառավարում։ Հայաստանինը չի, Հայաստանի սեփականությունն է, բայց տվել են որ զարգացնեն։ Չէ, հայ գործարարի է էլեկտրոցան։ Ցույցը փչացած է։ Հոսանքի տատանման պատճառով։ Ռոմանոս Պետրոսյանը։ Ցույց եմ տալիս մատով, չգիտեմ, երևում է թե չէ։ Չգիտեմ, կադրում երևում է թե չէ։ Դե կարևոր չէ, դուք տեսնում եք, չէ՞։ Հա, Ռոմանոս Պետրոսյանին ասեք։ Դրամն ինչի պետք է ասեմ, նա, ես ընդհանրապես բան չպետք է ասեմ։ Պետությունը պետք է ասեմ։ Ում օրոք եղավում տիրապետության տակ երել ցանցը, որ ձեր հեռուստացույցը փչացավ։ Ռուսաստանի տիրապետության տակ էր Հայաստանը։ Միջև Հայաստանի կողմից պետական կառավարիչ նշան։ Դե պետական կառավարում դրել են այդ ավերակների վրա ինչ կառավարում։ Չէ, ուզում եմ հասկանամ ում օրոք էր։ Դեռ Սամվել Կարապետյանենք էին տնօրինում։ Սամվելն բա իհարկե Սամվելը։ Մի քանի հատ ուրիշ սարքեր էլ ունենք փչացած, դուրս գանք ցույց կտամ։ Հոսանքի տատանման պատճառով։ Փոխհատուցում չեք ստացել։ Ինչպես։ Փոխհատուցում չեք ստացել։ Ես չեմ էլ դիմել։ Նեբա որ չեք դիմել։ Լավ, քան որ ինքը պետք է դիմի։ Ես փչացրել եմ, ես հիմա էլ գնամ փաստաբան վարձեմ։ Դա առանց դատերի մեջ ենք էլի անտած դրանց հետ։ Պարոն Արշակյան, քան որ եկանք Սամվել Կարապետյանին, հիմա իրենք վերցնում են մանդատները, որ գնան խորհրդարան իրանց օրակարգը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, գաղտնի պլան ունեն։ Ինչ կարելի է անել այդ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանին հասնելու համար։ Հեռացնելու ամենահեշտ ձևը մանդատները չվերցնելն է։ Վերջ, եթե նրանց նպատակը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է, նախ պետք է դա հանձնարարեն, փող տան, ուրիշները անեն, իրենք հմտություն չունեն, իրենք չեն կարող հեռացնել, նրանք իշխանությունից սարսափում են, իշխանապաշտ են այդ մարդիկ, Սամվել Կարապետյանը, Գագիկ Ծառուկյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ, նրանք պաշտում են իշխանությանը, նրանք կռապաշտ են, նրանք պաշտում են Հայաստանի իշխանությանը, չէ, այն իշխանությանը, որ իրենց նշանակել է։ Նրանք Կրեմլի պաշտամունք ունեն։ Նրանց Կրեմլից հայտարարել են, հանձնարարել են, ասել են գնացեք Նիկոլին փոխեք։ Իրանք էլ չգիտեն դա ոնց պետք է անեն։ Իրենց մոտ արգելված է իշխանափոխությունը։ Ռուսաստանում իշխանափոխությունը արգելված է։ Այդպիսի ինստիտուտ, այդպիսի գաղափար, այդպիսի հմտություն չկա։ Հիմա այդ ոչ հմուտ, ոչ արհեստավարժ Սամվել Կարապետյանին, իշխանության դեմ պայքարող Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին եւ մի խումբ ընկերների, որոնք որ իշխանությունից սարսափում են, պաշտում են իշխանությունը։ Դրանց ասում են գնացեք իշխանությունը փոխեք։ Նրանք չեն կարող իշխանություն փոխել։ Դա իրենց հնարավորություններից դուրս է։ Նրանք իմիտացիա են անում։ Խափում են Կրեմլին։ Համել չեն էլ խափում, չգիտեն ոնց անեն իշխանություն փոխեն, ինչ անեն որ իշխանությունը, ես ասում եմ, մանդատները մի վերցրեք, հրաժարվեք, խափանեք սահմանադրությունը։ Նարեկ Կարապետյանը ասում է, բա որ մանդատները հիմա չվերցնենք, դժգոհ 100,000-ավոր քաղաքացիներ դուրս գան փողոց եւ վարչապետին հեռացնելու հարց լինի ազգային ժողովում, ով պետք է այդ կոճակները սեղմի։ Դրա հարցնում է, այսինքն չգիտի, մարդը հայտարարում է, որ ինքը չգիտի, չի հասկանում ինչ պետք է անի։ Ճիշտ այնպես ինչպես էլեկտրոցանցերը։ Վերցրել է, բայց չգիտի ինչ անի։ Չգիտի ինչ անի։ Մարդը չգիտի, որպես քրիստոնյա, ինչ անի, խափանեց գործը։ Մարդը իր ազատությունը չկարողացավ պաշտպանել։ Մարդը ինքն իր պաշտպանության տարրական բաները չի կարողանում անել։ Առևտում գուցե անում է։ Ինքն է այդ բանը առևտրականը թե չէ։ Համաշխարհային մեծ առևտրական կա չէ։ Մենք էլ ենք դրան մասնակցում։ Ինքը չի չէ։
Թե ինքը կրպակի տեր է, էլի կարա կրպակի մակարդակի գիտակցություն ունի։ Այդ մարդուն հանձնարարել են, ասում են, գնա իշխանափոխություն կազմակերպի, գնացել է բանտ։ Մարդը գնացել է բանտ։ Մարդուն ասում են իշխանափոխություն կազմակերպի, այսինքն իշխանությունը զավթել։ Եկել է 20% ձայն է հավաքել, թե 12%, քանի տոկոս էր։ 12% էր, թե 20։ 29 մանդատ ուներ։ 29 մանդատ։ Դե ձախողվել է, չէ՞։ Ինքը պետք է ասի ձախողվել եմ, ես լավ էլեկտրիկ չեմ։ Պետք է դա ասի։ Ես լավ քրիստոնյա չեմ, չկարողացա պաշտպանել եկեղեցին, իմ իմացած եկեղեցին։ Ինչ որ արել է, ձախողվել է։ Հեսա մեր հերոստացույցը։ Ձախողվել է, մարդը չի կարողանում։ Կոմպետենտ չի։ Այն ժամանակ, այն կանոնները, որոնցով որ ինքը հաջողակ էր, այդ ժամանակներն անցել են։ Պարոն Արշակյան, եկեղեցի ասեցիք, հիշեցի։ Հիմա քննարկվում է հարց, արդյոք կաթողիկոսին պետք է հրավիրեն խորհրդարանի առաջին նիստին, թե չէ։ Ոչ մի դեպքում։ Բայց գրած է օրենքի մեջ։ Փոխեք օրենքը, այ քեզ բան, օրենքը մենք չենք գրել։ Շաբաթը ում համար է։ Մարդը շաբաթվա համար չի, քրիստոնյա ենք մենք, թե չէ, աստվածաշնչային բան եմ ասում։ Փոխեք, օրենքը փոխեք։ Արտարադատության նախարարություն ունենք, թող կանոնադրությունը հետ կանչի։ Լիցենզիան հետ կանչի, ընդհանրապես մեր գործը չի խախտումների պատճառով։ Ոնց քաղաքականությունով զբաղվելու պատճառով, հասարակական կրոնական կազմակերպության կանոնադրության մեջ գրված է, որ չի զբաղվելու քաղաքականությունով։ Հա, գալիս է օրհնի, հայրապետական Չի օրհնանք է դա։ զբաղվի, ես նախորդ մենք ռեցիդիվի մասին ենք խոսում։ Չի զբաղվելու քաղաքականությունը, զբաղվել է արդարադատության նախարարությունը անգործության է մատնված։ Պետք է լիցենզիան հետ կանչի այդ կազմակերպության։ Կազմակերպության լիցենզիան պայմանավորված, որ նրանք քաղաքականությունով զբաղվելու իրավունք չունեն, պետք է զբաղվեն իրենց գործերով։ Իրենց գործերով չեն զբաղվում։ Չէ, մենք հիմա կոնկրետ դրվագի մասին ենք խոսում։ Կանոնադրությունը գրանցված է արդարադատության նախարարությունում։ Կանոնադրությունը եւ ծրագիրը։ Մեր օրենքներն այդպեսին են։ Աշխարհի բոլոր երկրներում այդպես է։ Բոլոր երկրներում։ Կրոնապետություններում մեր հարևան այնտեղ էլ է գրանցված։ Կանոնադրություն կա եւ ծրագիր։ Ուրեմն խախտել է եւ ծրագիրը եւ կանոնադրությունը։ Արդարադատության նախարարությունը անգործության է մատնված։ Լիցենզիան հետ կանչեք։ Հետ կանչեք լիցենզիան խախտելու պատճառով։ Մի թողեք դա փողոցային բաների միջոցառումների հարթակ դարձրեք։ Հետ կանչեք։ Չէ, հիմա մենք խոսում ենք ազգային ժողովի կանոնակարգի մասին, որտեղ նշված է, որ առաջ Փոխեք կանոնակարգը։ Բայց ինչի։ Որպեսզի օրենքներ նախ դա խտրականություն է։ Գագիկ Հարությունյանի նվերն է հայ ժողովրդին։ Խտրական, ընդհանրապես բոլոր տեսակի արտոնությունները այլասերող են։ Մեր սահմանադրությունը Գագիկ Հարությունյանի օրհնությամբ, օրհներն։ Որ գրածա կաթողիկոսը պետք է ելույթ։ Չէ, գրված է, որ արտոնյալ է։ Չէ, գրված է ելույթի իրավունք ունի։ Կաթոլիկ կամ բողոքական եկեղեցու համեմատ այդ եկեղեցին արտոնյալ է։ Որովհետև դա մեր պետական կրոնն է։ Ով ասեց պետական։ Որտեղ է գրված, որ պետական է, ով է ասել։ Գրիգոր Լուսավորիչն է ասել պետական։ Ում թագավորին է ասել, թագավորը պետք է որոշեր, գլխավոր քրմապետը։ Այնպես որ եթե տենց հետ գնացինք շատ բան կպարզվի, դա պետական էր, ոչ թե հակապետական։ Մեր եկեղեցին այսօր հակապետական վարքագիծ ունի։ Չէ, դե կաթողիկոսը այնտեղ գնում է ելույթ ունենում, որովհետև հայ առաքելական եկեղեցին սահմանադրությամբ նշված է արտոնյալ բանը, հիմա բոլոր հոգևոր առաջնորդների Եհովայի վկաների Այո, բոլորին պետք է ուրեմն հրավիրեն։ Չէ, բայց իրենք սահմանադրությամբ Նրանք էլ են հայ, Հայաստանի քաղաքացիներ են։ Կաթոլիկները մեր ֆրանկները Հայաստանի քաղաքացիներ են։ Նրանցն էլ ուրեմն պետք է հրավիրվի։ Ես դրա համար եմ ասում Գագիկ Հարությունյանին կանչեք։ Այսինքն որ 50-ականների առաջնորդին, կյանքի խոսքի առաջնորդին կանչեն, դուք Գարեգին երկրորդի այնտեղ գտնվելու հետ կապված խնդիր չեք տեսնի։ Ես ինքս, ես ասում եմ Գարեգին ինչ աներ ազգանունը, հիմա տենց են ասում, Գարեգին երկրորդ չէ։ Ինչ որ պերճեր ինչ էր։
կտրիչ նա խախտելու պատճառով քաղաքականությանը խառնվելու իմ դեմ քաղաքացու դեմ ելույթ ունենալու պատճառով արդեն կորցրել է իր իրավունքը։ Կուսակցություն է բացել։ Դե փաստորեն։ Ինչպես։ Փաստորեն ինքը կուսակցականացրել է։ Այդ կտրիչը Ներսիսյան հիշեցի։ Կտրիչը Ներսիսյան կուսակցականացրել է հայ առաքելական Սուրբ եկեղեցին։ Ուզում եք ուղղափառել ասեմ։ Այ ուղղափառը մեզ չի խանգարում։ Օրթոդոքս չէ՞ էլի։ Մենք էլ ենք ուղղափառենք։ Ուրեմն նա կուսակցականացրել է մեր եկեղեցին, իրեն դուրս է դրել եկեղեցուց։ Դուրս է դրել իրեն եկեղեցուց։ Հիմա մեր երկրի իշխանությունները ընտրովի իշխան, նույնիսկ Սամվել Կարապետյանի կուսակցությունն է ընտրվել, պատկերացնում եք։ Ռոբերտ Քոչարյանի կուսակցությունը իշխանությունում ներկայացված է, դրանք պարտավոր են կասեցնել եկեղեցու այդ կարգավիճակը, այդպիսի կարգավիճակը։ Եկեղեցին պետք է լինի մեր հոգևոր հանգրվանը։ Եկեղեցին ինչ գործ ունի քաղաքականության մեջ։ Կամ ուրեմն հայտարարեք, որ քաղաքական է։ Մենք իմանանք, որ քաղաքականության մեջ ենք։ Մենք մկրտված ենք քաղաքական իդեպ ձեզ ասեմ, օրինակ ես հենց այդ ժամանակ էլ մկրտվել եմ։ Այդ 50-ական թվականին Ստալինն է մեզ մկրտել, էլի Ստալինյան կանոնադրությունն է։ Հիմա մենք համաձայն ենք, որ Ստալինյան կանոնադրությունը այսօր գործի։ Մեր եկեղեցու կանոնադրությունը Ստալինն է գրել կամ Նիկոլայ առաջինը։ Պալաժենին, Նիկոլայ առաջինի Պալաժենին մեր երկիրը պետք է փոխի։ Ծառուկյանի շուրջ իրադարձություններն ինչպես կմեկնաբանեք, պարոն Արշակյան։ Մեկնաբանության կարիք չկա, մարդը ազատազրկված է հիմա։ Դուք քանի տարեկան եք։ Ո՞վ։ Դուք 70 արդեն 7 եմ դառնում։ Գագիկ Ծառուկյանը ձեզանից ոնց որ մի 7 տարի է ջահել եւ նրան Բա ինչ պետք է անեն։ Բա ինքը բա ինչ պետք է անեն։ Մի րոպե, դա առանձին հարց է։ Դա առանձին հարց է։ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ գործում է կանոնադրությունը իրավապահ մարմինների։ Նրանք իրենց գործը անում են։ Եթե խախտել են, թող պատժեն, եթե խախտում կա դրա մեջ, հիմա ասում են խի պարկացրեցին։ Այդ որ մեզ պարկացնում էին, դա լավ բան էր։ Ես 4 անգամ դատվել եմ Գագիկ Ծառուկյանի ժամանակներում։ Ինքը իմ հետ չի եղել, իմ խցակիցը չի եղել, իմ գործով չի գնացել։ Ուրեմն կողմ է եղել Բրեժնևին, չէ՞, Անդրոպովին, Չեռնենկոին։ Բա որ մեզ պարկացնում էին, որ մեզ ազատազրկում էին, ինքը ինչ էր անում։ Ընդհանրապես ես Վրեժի համար չեմ ասում եմ կանոնադրություն կա, կարգ կա։ գետնին գցել։ Ձերբակալության կարգ կա։ Եթե պիտի գետին պարկացնեն, ուրեմն պիտի պարկացնեն։ Եթե գտնում են, եթե պարկացնողը այդ գործը իրականացնողը վտանգ է զգում, ուրեմն պետք է, իսկ եթե չպետք է պարկացվեն, ուրեմն մեզ որ պարկացրել են, էդի հետ կանչեք։ Բա մեզ ինչ եք պարկացնում։ Իմիջիալոս նաև վնասելով մեզ, ջարդելով, տեսեք, ջարդված են իմ մատները։ Վնասում էին մեզ։ Դու ուրեմն մեզ էլ մեր հարցը լուծեք։ Իդեպ ես ասեմ հարմար չի, բայց ռեաբիլիտացիայի հարց կա։ Գագիկ Ծառուկյանը դիմել է ռեաբիլիտացիայի համար, օրինակ հիմա ասենք Դվին կոնցերնն են, որ սնանկացրել են, որպես գործարար եմ ասում։ Դվին կոնցերնը սնանկացրել են Գագիկ Ծառուկյանի իշխանության օրոք։ Ո՞ր Ծառուկյանի իշխանության եղել։ Ո՞ոնց եղել, պատգամավոր չի եղել։ Կոալիցիաները նկատի ունեն։ Իշխանությունում է եղել եւ իշխանությանը կից է եղել Գագիկ Ծառուկյանը։ Այդ դա էլ պետք է քննարկվի։ Ես ընդհանրապես քաղաքական գնահատականի կողմնակիցն եմ։ Ինքը ռեաբիլիտացիայի այն կոֆե բերողներին բա, կոֆեն որ սնանկացրեցին։ Ես այդ երկուսին գիտեմ։ Դվին կոնցերնին ռեաբիլիտացիա արել են, թե չէ։ Գագիկ Ծառուկյանը դիմել, հա։ Բա ինքը ուրեմն շահել է դրանից։ Հիմա այս Ծառուկյանի գործողությունները, հա, քրեական վարույթները եւ այլն, դա այսպես իշխանությունները ենթադրյալ կոռուպցիայի դեմ են պայքարում, թե որ Նիկոլ Փաշինյանին ասում էր արի մտի իմ որ ծառյուծի վանդակը դրա վրեժն են լուծում։ Դա քարոշչություն է, ես այդ իրավունքը ճանաչում եմ։ Քաղաքականության մեջ սուր խոսքի իրավունքը ես ճանաչում եմ։ Ես տեսեք ասեմ ձեզ շատ դեմ եմ, որ
պաշտոնյաները դատի են տալիս լրագրողներին կամ քաղաքացիներին սուր խոսքի համար կամ գրեհիկ խոսքի համար։ Ես դեմ եմ, ես միշտ ասել եմ, երբ ես պաշտոնյա եմ եղել, 10 տարի ես եղել եմ պատգամավոր, չէ՞։ Ոչ մի անգամ ինձ են հայհոյել, ես կասեմ հանիրավի, անարդարացիորեն, անմեղ տեղը։ Ինձ հայհոյել են, բայց ես իմացել եմ, որ ես իշխանություն ունեմ, իսկ նա չունի։ Ես նրանց դատի չեմ տվել, ընդհանրապես չեմ պատժել։ Պատժիչ գործողություններ չեմ կատարել այն մարդկանց նկատմամբ։ Դա ես համարել եմ բնական մի բան, ես իշխանություն ունեմ, ես իշխանավոր եմ։ Իսկ նա զուրկ է դրանից։ Նրանք արտոնություն ունեն։ Տեսեք, ես ինչ եմ ասում, կրկնեմ դա, կոպիտ սխալ է, երբ որ իշխանություն ունեցող իշխանավոր, ճիշտ եմ ասում հայերեն է, թե չէ, ուրեմն իշխանավորները դատի են տալիս քննադատության, սուր քննադատության, զրպարտության համար։ Այ օրենքում այդ 301 հոդվածն է, որն է չեմ հիշում ես։ Այդ պետք է գրված լինի բացառությամբ իշխանությունն է, այդ զրպարտել կարելի է իշխանավորին։ Ես այդպես եմ կարծում։ Ես կառաջարկեի պատգամավոր լինեի, կառաջարկեի փոփոխություն կատարել օրենքի այդ հոդվածում, որ իշխանավորին կարելի է զրպարտել, կարելի է հայհոյել։ Դա մտնում է իր լիազորությունների որպես պատիժ, որպես փոխհատուցում, այն պարգևավճարները, արտոնությունները, հոգեբանական այդ իշխան լինելու գիտակցությունը, որ ինքը ունի, դրա դիմաց ինքը պետք է հանդուրժի եւ հաշտվի։ Լավ, պարոն հայհոյված լինելու մտքի հետ։ Հիմա այս գործողությունները ինչ են։ Ինչ ենթատեքստ ունեն, կոռուպցիայի դեմ պայքար է։ Կոռուպցիայի դեմ պայքար է, դա հեղափոխություն է եւ ես ընդհանրապես համարում եմ մի փոքր կեղծավորություն, հակակոռուպցիոն կոչվածը, հեղափոխությունը կեղծավորություն իրականում ազգային ազատագրական պետք է լիներ։ Մենք թոթափում ենք օտարերկրյա բեռը։ Մենք ազատում ենք Հայաստանը։ Տեսեք, ես ինչ եմ կարծում։ Նրանց կարծիքների մասն էլ կասեմ, ազգային ազատագրական պայքար է։ Դրածոները, ագենտները, շահերի ներկայացուցիչները հիմա հեռացվում են իշխանությունից, ֆինանսական, տնտեսական, քաղաքական իշխանություն հեռացում են, բայց բան են դրել, դիմակ են դրել կոռուպցիայի, չարաշահման, հայհոյության, չգիտեմ ինչ խախտումների։ Ես կարծում եմ, որ ճիշտը հենց դա է ասել, որ որպես օտարերկրյա մեր երկրի, մեր անկախության թշնամու, ժողովրդավարության թշնամու աջակից, տեսեք, բարդ ստացվեց, չէ, մեր թշնամիների շահերի պաշտպան հարկավոր է դրանց պատժել։ Տեսեք, իսկ կոռուպցիա կա հետո, թող կոռուպցիա լինի։ Դրանց մեջ պեդաֆիլ էլ կա, դա էլ գրեք, մի հոդված էլ դա գրեք, պեդաֆիլություն։ Հասկանում եք ինչ եմ ասում, գլխավորը հայկական պետության թշնամին է, ժողովրդավարության թշնամին են, այ դա պետք է լինի։ Եվ լրացուցիչ բաներ էլ կան, եթե կբացահայտվի, որ տանը նաև որսորդության կանոններն են խախտել, դրա համար էլ դատեք, բայց գլխավորը հակապետական։ Հիմա Ծառուկյանը հակապետականով։ Դե ինքն է հայտարարել, բանի հետ հուշագիր ունի Եդինայա Ռոսիայի հետ։ Ոյեկե, ծառայել է այդ իշխանությանը։ Ես օրինակ դեմ եմ եղել միշտ, ասել եմ, չէ, ես կարող եմ իմ մասին խոսել։ Ես ասել եմ պետք չի Եվրազիական միությունը, կորչի ՍՍՍՌ-ը, կորչի ՍՆԳ-ին, կորչի Մաքսային, իրանք ասում էին կեց է։ Այդ բոլոր կեցի ասողներին հարկավոր է պատժել դրա համար, բայց եթե հետնել պեդաֆիլ են, դա էլ ավելացրեք։ Ես համարում եմ տեղաշարժը ճիշտ չի։ Նախ եւ առաջ քաղաքական գնահատականը։ Գագիկ Ծառուկյանը Հայաստանի Հանրապետության անկախությանը դեմ է, մասնակցել է Եվրաքվեին։ Չի մասնակցել, չէ՞։ Ուրեմն Եվրազիային կողմ է, նշանակում է գաղութացմանը կողմ է, հետամնացության ու հետադիմությանը կողմ է։
Դրանով պետք է մեղադրել Գագիկ Ծառուկյանին, Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, Էդիկ Շարմազանովին, այդ ձեռի հետ էլ ասում է Իշտոյանին խի կպար։ Պետք է վերցնել Ծառուկյանի ունեցվածքը, թե ոչ։ Իհարկե պետք է վերցնել, որտեղ դա գործիք է։ Գագիկ Ծառուկյանի ունեցվածքը գործիք է մեր պետության եւ ժողովրդավարության դեմ։ Դա որպես գործիք։ Եթե մեկը կացինով հարձակվել է մարդի հարևանի վրա, քաղաքացու վրա, կացինով հարձակվել, կացինը պետք է վերցնես, թե չէ, որպես իրեղեն ապացույց եւ գործիք հանցագործության։ Դանակով, ատրճանակով, Կալաշնիկովով, Մակարովով, եթե մեկը հարձակվել է, հանցանք է գործել ըստ մեր օրենքների, դա առգրավման ենթակա է։ Նրանց գույքը որպես գործիք, հիմա ասեմ, որ հա ընտրակաշարք են բաժանել, ես չգիտեմ էլ ինչեր են արել, կաշառքներ չէ միայն, ուրիշ բաներ են արել, չէ, այդ փողերով ու ռեսուրսներով, դա հանցագործության գործիք է, հանցագործության գործիքը պետք է առգրավվի, պետականացվի եւ ձուլվի, եթե դա կացին է, դանակ է, լոմը չգիտեմ հայերեն, դրա համար այդքան բարդացրեցի։ Քոչարյանն էլ մտահոգություն ունի, ասում է դատարանում ասում է Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ռոբին սատկացնելու եմ։ Հա, բայց շատ լուրջ պետք է, մտահոգությունը քիչ է։ Նրա համար որտեվ լուրջ է դա։ Բռնցնելու են, մի բան պետք է անեն Ռոբերտ Քոչարյանի գլխին, ինքը բրծում չունի։ Թշնամիները շատ են, շատ մեծ վատություն է արել ու շատերին։ Հայ ժողովրդին, հայկական պետությանը, հիմա էլ Ռուսաստանին, կախվել է Ռուսաստանի փեշին, հայ-ռուսական հարաբերությունները փչացնող է։ Այդ ռուսներն էլ զզվել, չէ՞։ Դե ասում են գնաք ու գլխի ճարը տես ինքնասպան եղի։ Բրծի։ Ես ռուսների հետ շատ եմ շփվել, Ռոբերտ Քոչարյանից 2 տարի մեծ եմ։ Ու լուրջ շփվել եմ ռուսների հետ։ Ինքը Ալիևի հետ է շփվել, չէ՞։ Ինքը թուրքական կուլտուրա ունի, ես ռուսների հետ եմ շփվել։ Ոչ միայն կալանավայրում, սովետական բանակ եւ այլն ապրել եմ այնտեղ։ Ռուսները կարգին ժողովուրդ են, ասում են բրծի։ Մեզ ազատեք ու հոգսերից։ Դու պետք ես մեզ որպես դոնոր, ոչ թե որպես վամպիր։ Դուք որ ասում եք Քոչարյանի հետ մի բան պետք է անել, դուք ինչ նկատի ունեք։ Բանդ, ցմահ։ Մեր մոտ ամենածանր պատեշը դա է։ Ազատազրկել, անպայման Նիկոլ Փաշինյանը չանի, ուրեմն Պողոս Պողոսյանը դա պետք է անի։ Պետք է արվի։ Դա որպես կանխարգելող մեր երկրի զավթողները պետք է իմանան, որ պատժվելու են։ Նա որպես զավթիչ է, Ռոբերտ Քոչարյանը իշխանությունը զավթել է, մեր երկիրն է զավթել։ Որ դրա արդյունքում փողը աշխատել, դա ինձ չի հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում է, որ նա զավթել է մեր երկիրը։ Ազատազրկել է մեր երկիրը։ Սնանկացրել է իմ հայրենիքը։ Գնդակահարել է մեզ։ Իր հրամանով մեզ գնդակահարել են։ Այդ մարդը ինչ պետք է պատժվի, բոլորը պետք է իմանան հայ մարդ գնդակահարել է, Հայաստանի քաղաքացուն գնդակահարել է, ծանր հանցագործություն է ու պատժվելու են։ Ռոբերտ Քոչարյանը թող լինի նմուշային նախադեպ, որպես նախադեպ, ուրիշներն էլ կան, այդ Շահումյան, Մահումյան, Մյասնիկյան, դրանց բոլորին այդ դրա համար էլ։ Բայց Նիկոլ Փաշինյանի այդ խոսույթը, որ Ռոբին սատկացնելու եմ։ Ես ճանաչում եմ սուր խոսքը, հայոյելու իրավունքը քաղաքականության մեջ ես ճանաչում եմ առանց գրեհկաբանության։ Ասեն հայոյել ասեցիք, չասենք դարձրեք զորանոց։ Դուք այդ սատկացնելը հասկանում եք բան տանել։ Դա քաղաքական հայտարարություն է։ Ես ճանաչում եմ, ես ինձ որ հայոյում են քաղաքական այդ բաներում բանավեճում։ Ես եթե հակառակը կամ ավելի ուժեղը չեմ ասում, ես ասում եմ, հա, բայ հենց դրա համար, մենք եկել ենք կռվելու համար։ Դա կռվի ձև է, պայքարի ձև է, սատկացնելը, փռելը, ծեփելը, դրանք բոլորը քաղաքական են, դա քրեական գործ չի կարելի քրեականացնել, չի կարելի մեր քաղաքական պայքարը տեղափոխել բռունցքներին։ Այ հենց որ բառերը արգելում մենք, տեսեք ես ուր եմ տանում,
երբ որ մենք արգելում ենք սուր քննադատությունը, մենք տանում ենք փոց, մենք տանում ենք բարիկադներ։ Այ բարիկադը արգելված է Հայաստանում։ Ռոբերտ Քոչարյանի արածը Հայաստանում արգելված է կրակելը։ Բռնություն գործադրելը մարդկանց նկատմամբ, քաղաքացիների նկատմամբ արգելված է։ Բայց սուր, ծեփել, փռել, սատկացնել կարելի է։ Եթե դրա հետևում իհարկե բանը չկա, Կալաշնիկովը չկա, ոնց որ Ռոբերտ Քոչարյան ասում էր սատկացնեմ ու կրակում էր։ Պարոն Արշակյան, ինչ է կարծում իշխանությունը ճնշումներ գործադրում է ընդդիմադիրների հետ կապված թե ոչ։ Օրինակ հիմա դժգոհություններ կան, ասում են, որ Արեգնազ Մանուկյանին թույլ չեն տալիս մանկահասակ երեխայի հետ հանդիպել եւ 85 տարեկան մայրիկի հետ հանդիպել, այդպիսի խիստ սահմանափակում է դրած կալանավորված քաղաքացու վրա։ Մեկ այլ ընդդիմադիրները ասում են, որ չեն կարողանում հանդիպել այլ գործիչների հետ։ Սա դուք ինչպես եք մեկնաբանում, արդյոք իշխանությունը չարաշահում է իր լիազորությունները, թե ոչ։ Գիտեք, ես 10 տարուց ավել այդ կողմերում եղել եմ։ Գիտեմ, դա ինչ է նշանակում։ Ես պնդում եմ, որ քաղաքացին ունի արժանապատվություն եւ իրավունքներ։ Մարդը եւ քաղաքացին։ Իդեպ մենք միշտ կեսն ենք ասում, ասենք մարդու իրավունքներ, մարդու եւ քաղաքացու իրավունքներ, այդ իրավունքները հարկավոր է հարգել։ Արժանապատվությունը հարկավոր, օրինակ այդ Ծառուկյան Գագիկի համար որ ասեցիք, արժանապատվությունը հարկավոր է հարգել։ Ծառուկյան Գագիկը արժանապատվություն ունի։ Անկախ նրանից ես շատ վատ կարծիք ունեմ Գագիկ Ծառուկյանի մասին, որպես քաղաքական գործիչ։ Ինքը քաղաքականությունով է զբաղվում, շատ վատ բան է անում։ Մեր պետության դեմ է, անկախության դեմ է։ Իմ կենսագրությունը ջնջում է, առնվազն ասեմ։ Ուրեմն վատ կարծիք ունեմ, բայց ես կարծում եմ, որ հարկավոր է հարգել նրա արժանապատվությունը, հարգել նրա իրավունքները, բոլորի, այդ թվում հայրենիքի դավաճանի, շպիոնի, մարդասպանի, օրինակ ոնց որ Ռոբերտ Քոչարյանն է, իր հրամանով գնդակահարություններ են եղել։ Նրա իրավունքները քաղաքացու եւ մարդու հարկավոր է հարգել, արժանապատվություն ունի։ Մեր չափով է դա, մենք ենք չափորոշիչը։ Ուրեմն դա մեկ։ Իհարկե հարկավոր է մարդկային լինել ընդդիմության, իշխանության նկատմամբ, պետք է մարդկային լինել, դրանք չխախտել։ Իսկ մարդիկ ովքեր որ զբաղվում են ինչ որ բանով պետք է իմանան, որ դա կանոնների մեջ տեղավորվում է, ուրեմն եթե դու շպիոնություն ես անում, ու կոնկրետ որևէ մեկը, ուրեմն պետք է իմանա, որ դրա համար իրեն կպատժեն, ու իր ծնողը կմնա մենակ, իր երեխաները կզրկվեն տեսակցությունից եւ իր ուզած դաստիարակությունից։ Այսինքն դրանք պատճառահետևանքային խնդիրներ են։ Մարդը, որ ձեռք է բարձրացնում թուր, սուր է բարձրացնում Հայաստանի Հանրապետության անկախության վրա, ինքը պետք է իմանա, որ սրից ընկնելու է ակննդական, ուրեմն իրենք պետք է իմանան, որ պատժվելու են։ Պատժի մեջ ես ասում եմ, չպետք է մտնի արժանապատվությունը եւ իրավունքների խախտումը մարդու։ Եվ 5 միլիարդ դրամանոց պարգևավճարի փաթեթի հետ կապված ինչ կարծիք ունեք, արժանի էին, հա, աշխատել էին։ Արժանի էին։ Եվրաքվեին աջակցելու համար, դե անցած տարի անկախություն հռչակելու համար արժանի են նրանց անունները, ովքեր որ մասնակցել են Եվրաքվեին, այսինքն կուրսը փոխել են ազգային ազատագրական պայքարի մասնակիցներն, եթե փող են ուզում, փող տվեք։ Բայց դա մեծ թուխին հաց տվեք, եթե նրանք փող են ուզում, այ հիմա տեսեք, նրանք ռիսկի են գնում։ Տեսեք, 200 միլիոն դրամ էկոնոմիկայի նախարարության պարգևատրման ֆոնդն է, ու այդ ֆոնին օրինակ այստեղից մի քանի գյուղենկով մարդիկ չգիտեն ձկները ոնց վաճառել։ Ինչերը։ Ձկները։ Ձկները, այդ ձկնավաճառությունը հարկավոր է արգելել, Հայաստանը անապատ են դարձնում։
լավ, լոլիկը, չգիտեն, ծաղիկը City-ներում։ Արդեն դա քննարկեցինք մեծածախ առևտրի կենտրոն Չէ, բայց հիմա մենք ունենք խնդիր եւ պարգևավճար են տալիս։ Ես ասում եմ, որ երկու պատճառով հարկավոր է պարգևավճար տալ ադմինիստրացիային, վարչարարներին հարկավոր է տալ առաջինը Հայաստանի անկախության կուրսը ապահովելու համար անկախության եւ ժողովրդավարության Ալիևի պահանջով որ սահմանադրություն դուք Ալիևի իմ մոտ Ալիևին մի գովեք։ Ես Ալիևին չեմ տիրաժի ենթարկել շատ հալաթ Փաշինյանը Ալիևի պահանջով բան անում։ Չէ, իմ պահանջով է անում 2015-16 թվականին Չէ, եւ Փաշինյանին ասել եմ փոխեք սահմանադրությունը չեմ ստորագրի։ Իմ եւ Փաշինյանի մեջ կոնֆլիկտ է առաջացել։ Ես ասել եմ մասնակցեք սահմանադրության քննարկմանը։ Իրենք ասեցին մեր օրակարգում դա չկա։ Ուսում սրանից 10 տարի առաջ է եղել դա։ Փաշինյանը պետք է մասնակցի սահմանադրության քննարկմանը, մեզ էլ մասնակից դարձնի քաղաքացիներից մեկ։ Ես միտքս ասեմ, ուրեմն երկու պատճառ կա պարգևավճարի համար։ Առաջինը անկախության եւ ժողովրդավարության կուրսը ապահովելու համար վարչարարության Որ ժողովրդավարության, որ բժշկուհին Փաշինյանին հակառակ կարծիք է հայտնում, հերիք չի մի հատ վրան գորգրումա թևից քաշում է, 2 ամիս հետո էլ աշխատանքից ազատում է, դա է ժողովրդավարությունը։ Թե որ առաջիկայում ձեր հեռախոսը վերահսկելու են email կոդի միջոցով, դա է ձեր ժողովրդավարությունը։ Ուրեմն ակնհայտորեն Հայաստանում ժողովրդավարությունը ավելի բարձր մակարդակ ունի, քան թե Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակ էր։ Հա դե եթե համեմատում ենք, կարող Իրանի եւ Ադրբեջանի հետ համեմատեք, չէ, Իրանի եւ Ադրբեջանի հետ համեմատեք, ավելի բարձր կլինի մեր ժողովուրդը։ Կարելի համատել 1913 թվականի սովետական միությունը միշտ այդպես էր անում։ Մեր դասագրքերում գրած էր որ 1913 թվականին ռուսական իմպերիայում 86% բնակչության Հյուսիսային Կորեայի հետ համեմատեք, մենք ավելի բարձր դիրքեր ունենք։ Դա չենք անում։ Դե բան Դանիայի հետ համեմատեք, Ամերիկայի հետ համեմատեք։ Ես համաձայն եմ, որ պետք չի Դանիայի հետ համատել։ Համեմատում եք մեր ունեցածի հետ։ Ռոբերտ Քոչարյանը։ Չէ, ինչքան վատի հետ ես համեմատում, դու երբեք առաջ չես գնում։ Չէ, վատի հետ չէ, առաջընթաց կա։ Ես շատ խիստ քննադատում եմ, որ հանցագործներին թույլ տվեցին մասնակցել ընտրություններին ժողովրդավարության պատրվակով։ Տեսեք, ես միշտ ասում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սամվել Կարապետյանի կոմանդի կոլխոզի մասնակցություն ընտրություններին կոպիտ սխալ էր, հանցագործություն էր։ Հայաստանում տեղի ունեցել հանցագործություն։ Նրանց մասնակցությունը Ձեր ասած ժողովրդավարությունում թքել են մարդու վրա։ Պատրվակ է։ Դա թքել են մարդու վրա։ Դա նշանակում է, որ ժողովրդավարությունը տվյալ դեպքում շահարկվել է ժողովրդավարություն տերմինը։ Նրանք չպետք է մասնակցեին, բայց Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակների համեմատ այսօր ժողովրդավարություն կա, ես դա ողջունում եմ։ Եվ դրա համար պետք է 5 միլիարդ դրամ, կես տարին 50 միլիարդ, ինչքան ունենք, բայց ճիշտ այն չափով, ինչ չափով որ նրանք նպաստել են տնտեսության զարգացմանը։ Տեսեք, շատ կարևոր է իմ ասած երկրորդ մասը։ Կարևոր է։ Օրինակ Հայաստանի Հանրապետությունը, սովետական Հայաստանի քաղաքացիները սնանկանում էին, ոմանք հարստանում էին, օրինակ Ռոբերտ Քոչարյանը։ Մենք սնանկանում էինք, հայ ժողովուրդը կորցնում էր, աղքատանում էր։ 1 միլիոն մարդ արտագաղթել է, Ռոբերտ Քոչարյանը հարստացել է, Սամվել Կարապետյանը հարստացել է, Գագիկ Ծառուկյանը հարստացել է։ Դա անհամաչափություն է։ Դա սխալ է։ Ես ասում եմ այսօրվա Դրա համար 2018 թվականին իշխանափոխությունը եղել։ եղել։ Իշխանությունը այնքան պարգևավճար իրավունք ունի ստանալու, ինչքան որ մենք բոլորս հարստացել ենք, ոչ ավել։ Ես ձեզ ասեմ, Հիմա դուք 5 միլիարդի հարստացել 5 եք։ միլիարդ ես չգիտեմ ինչքան է, դա շատ է թե քիչ է, չգիտեմ։ Շատ է։ Հայաց շատ է։ Իմ քո համար շատ է, այստեղ Ոչ միայն իմ։ Հիմա որ մենք կիսեինք, դա շատ է։ 3 միլիոն Հայաստանում ապրող 3 միլիոնից 2 միլիոն 999 հազարի։ Խրախուսական անհրաժեշտ է լավ աշխատանքի համար։ Օրինակ որ պամիդորը չի վաճառվում, ծաղիկը, թորոմում, ջերմոցները քանդվում է, էկոնոմիկայի նախարարությունը խիա պարգևավճար ստանում։ Ես շոկն եմ, օրինակ ինձ խանգարում է։ Երբ որ ադրբեջանցին ջերմուկի տարածքից դուրս չի եկել, դիրքեր է ամրացնում, Սուրեն Պապիկյանն ու իր պաշտպանության նախարարությունը, ինչ են պարգևավճար։ Չէ, ես կարծում եմ ձեր ասացի մեջ որոշ իմաստով նիհիլիզմ կա։
մեզ իշխանություն պետք չի, որովհետև մեր Հայաստանը փոքր է։ Դե գիտեք ինչ, օրինակ ասենք Վան, ես իրեք որ ես իգդեցի եմ, ես ծախումով իգդեցի եմ, հիմա արգելված է, չէ՞ ասել տենց բաները, 30,000 քառակուսի կիլոմետրից անդին, այստեղ որ Արաքսի ափին կանգնում ես, մեր տները երևում են, հեռադիտակով մերոնք նայում էին, իմ պապերը կարում էին հեռադիտակով նայում են, ասում այն մեր տունն են հարևան, եսի սոսի տունն է էլ Հարութի տունն է, տենց բաներ էին անում։ Ես դժգոհ եմ մեր իշխանություններից, որ ես հեռադիտակով եմ նայում։ Լավ, պարոն Արշակյան, եթե դուք կարծում եք, լավ Մասիսարը որ չի թողում, ասենք Արարատը։ Ես ասում եմ վատ է, բայց լավ աշխատանքի համար հարկավոր է խրախուսել։ Ես համարում եմ, որ Հայաստանի Հանրապետության այսօրվա իշխանությունը մնում է այդ լավ աշխատանքը նայենք որտեղ է տեղի ունենում։ Շատ վատ աշխատեց, որ Սամվել Կարապետյանին ու Ռոբերտ Քոչարյանին թողեց, որ մասնակցեն ընտրություններին, դա շատ վատ էր, թույլ տվեց որ նրանք ներխուժեն իշխանություն, շատ վատ էր, բայց որ Հայաստանը հռչակում են անկախ եւ տնտեսությունը զարգանում է, ակնհայտորեն զարգանում է, դրա համար հարկավոր է խրախուսել, իսկ նրա համար հայհոյել, որը ես անում եմ։ Ձեզ մոտ Արարատի մարզը կարաք ժամանակ ունենա դեպքում շրջել եւ տեսնել թե ինչպես է զարգանում տնտեսությունը։ Շնորհակալություն, պարոն Արշակյան, հարցազրույցի համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։